Տարանը դառնում է մարտադաշտ, նոր-նորքի ծածկրտուկն ու դրա հետևանքները թեմայով։ Մեր բանախոսներն են Արթուր Սաքունց, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար եւ Գրիգոր Երիցյան, Երևանի ավականու ազգային առաջընթաց խմբակցության նախկին ղեկավար։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ այսպես Երևանի նոր-նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ ներառյալ վարչական ղեկավարը։ Կխնդրեմ պարոն Սաքունց նախ ձեր գնահատականը տեղի ունեցածին հաշվի առնելով հատկապես, որ միջադեպը ծածկրտուկը տեղի է ունենում տեսախցիկների առաջ, խնդրեմ։ Շնորհակալություն, ճիշտ ասած տեսախցիկների առաջ այդ խայտարակ միջադեպը մեղմ ասած իրականում խմբային կամ խմբի կողմից բռնության գործադրումը քաղաքացիների նկատմամբ անկախ նրանից թե այդ քաղաքացիները ովքեր են, ինչ հայացքներ ունեն, ինչ նպատակներ են հետապնդում, խստորեն դատապարտում եմ, անթույլատրելի է, որ համայնքային նշանակության կառույցում, տվյալ դեպքում թաղապետարանում, թաղապետարանի կամ վարչական ղեկավարը իր աջակիցների հետ միասին, որպես թեկուզ սուրբ քննադատության, թեկուզ ոչ հաճելի քննադատության նկատմամբ, այդ քննադատությունը հնչեցողների նկատմամբ կիրառում են բռնություն։ Եվ կարևոր է, որ իրավապահ մարմինների կողմից քրեական գործ է հարուցվել։ Ակնկալում եմ, որ քննությունը պետք է իրապես իրականացվի եւ բռնություն կատարողները անպայման պետք է պատասխանատվություն կրեն։ Բայց ինձ մտահոգում է այստեղ մի քանի այլ հանգամանքներ։ Առաջինը, որ վարչական ղեկավարի եւ թաղապետարանի այդ անձնակազմը իր վրա վերցնում է իրավապահ մարմնի լիազորություններ, եթե գտնում է, որ կարգի խախտում կա, ասենք, ոնց են պատկերացնում իրանք լինելով համայնքային ծառայող, իրենց վրա վերցնեն, ենթադրենք կարգի խախտման խախտողների նկատմամբ, հա, կամ սանձելու կամ չգիտեմ նրանց նկատմամբ այդ գործողությունները կանխելու գործառույթ թաղապետարանը կամ վարչական այդ կառույցը որևիցե մեկի անձնական սեփականությունը չէ։ Եվ ասես թե մտել են մեկի տուն, ասենք թե եւ ինքը ինքնապաշտպանության է դիմում, չէ։ Ինչու չեն զանգել ոստիկանություն։ Ինչու չեն զանգահարել եւ կանչել, որ այստեղ օրինակի համար իրենց բնականոն աշխատանքը ենթադրենք խախտումի, չնայած դա մյուս հարցն է, թե արդյոք դա կարելի է համարել եւ պետք է համարել խախտում թե ոչ։ Ես կարծում եմ, որ այստեղ նաեւ համայնքային այդ ծառայողների ղեկավարի գլխավորության պահվածքը ինքը ամբողջովին ոչ միայն բռնության տեսակետից է անթույլատրելի, այլ նաեւ իրենց վարքագծով հանրության մոտ այնպիսի տպավորություն են թողնում, որ չի կարելի վստահել կամ չենք վստահում իրավապահ մարմիններին։ Պարոն Սաքունց, դա ամեն դեպքում ինչի մասին է խոսում, հենց այդ ուղերձն է հղում, որ իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն չունեն եւ այսպես ինքնադատաստանն է ավելի կարեւոր եւ եւս մեկ հանգամանք դուք նշում եք, հա, հանրային ծառայողի մասով, բայց հաջորդում է նաեւ հայտարարությունը կուսակցության թիմակիցների եւ կարծեք թե որևէ այսպես դատապարտող գործողություն չկա, ավելին թիմակիցներից մեկը նաեւ նշում է, որ հպարտանում են եւ օրինակ եթե մեջբերեմ նաեւ Արամ Սարգսյանի խոսքը նշում է, որ կան իրավիճակներ, որ ցանկացած պետական պաշտոնյա ի վիճակի չի լինում նրան բնորոշ զսպվածությամբ ու մարդուն պատասխանում է այն լեզվով, որ այդ մարդը դիմել է իրեն եւ նշում է, որ սա սադրանք է, լուրջ ծրագրավորված գործընթաց է։ Իրեն նախ առաջերտին ամբողջությամբ դատապարտում եմ նման մոտեցումը, հատկապես քաղաքական
կուսակցության ղեկավարի, որը հավակնում է ընտրությունների միջոցով ձեռք բերել մանդատ, որպեսզի այդ նույն քաղաքացիների, անկախ նրանց հայացքներից եւ մոտեցումներից, նրանց խնդիրները լուծելու, չէ՞, վերջնաշով վերցնում է հանձնառություն քաղաքական կուսակցությունը գալու իշխանության կամ ինչ-որ ազգային ժողով, որ պետք է ինքը զբաղվի իր ընտրողների, այդ թվում նաև չընտրողների իրավունքների կամ պաշտպանությամբ կամ իրավունքների իրացմամբ։ Անթույլատրելի է որևէ քաղաքական ուժի կողմից բռնության արդարացումը։ Եվ կարծում եմ, որ համապատասխան հետևություն ընտրողները կանեն, որովհետև չի կարելի բռնություն քարոզող կամ բռնություն արդարացնող որևէ քաղաքական ուժ ունենա տեղ Հայաստանի Հանրապետությունում, անկախ այդ որ կուսակցության մասին է խոսքը։ Երկրորդ, պաշտոնատար անձը, որը չունի զսպվածություն կամ չի կարողանում տիրապետել եւ տրվում է սադրանքներին, ինքը դիմումագրում դուրս է գալիս։ Վերջ։ Շատ հնուց եւ աքսիոմատիկ սկզբունք կա։ Իշխանություն ունեցողը ունի միայն լիազորություններ խնդիրներ լուծելու եւ պետք է պատրաստ լինի քաղաքացիների թե օրհնանքին եւ թե անեծքին։ Եթե դու այդ գիտակցումը չունես, նշանակում է դու քո տեղում չես եւ օր առաջ պետք է հրաժարվես։ Եվ այս առումով փորձել հովանավորել բռնություն կատարող անձանց, մանավանդ որ արդեն քրեական գործ հարուցվել է եւ նաեւ ձերբակալվածներ կան, դա նշանակում է պատասխանատվություն վերցնել նաեւ այդ բռնության համար։ Ոչ միայն բռնություն կատարողներ, այլ հովանավորներն են նաեւ պատասխանատվությունը վերցնում, փոխանակ դատապարտեն, որովհետեւ գիտեք ուր կտանի սա։ Կապ չունի նույնից եմ կրկնում, թե ինչ նպատակով ոնց եւ այլն, դրա համար կան համապատասխան կառույցներ։ Վերջնաշով պետություն է, թե թայֆաբազություն, որ սա իմ թաղն է, սա իմ, չգիտեմ, կալվածքն է, ուստեղ չփորձեք որևիցե մեկը մտնեք եւ այլն։ Մենք դրա համար չենք հարկեր վճարում։ Մենք հարկեր վճարում ենք, որպեսզի պետությունը իր կառույցների միջոցով կարողանա կատարել իր պարտավորությունները քաղաքացիների առջև։ Եթե կան հարցեր, օրինակ նույն ժողովրդավարական պետության պայմաններում, մենք վավերացել ենք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, հստակ այնտեղ հիմնարար իրավունքների շարքում գրանցվում է, արձանագրում է ավելի ճիշտ, օրինակ հիմա կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել ժողովրդավարական պետության անվտանգության նկատառումներից ելնելով, կամ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել հասարակական կարգի պահպանության, էլ ժողովրդավարական պետության։ Այսինքն, այս ամեն մի ուրեմն նորմերը, չափանիշները, դրանք պետությանն են վերաբերում, ոչ թե առանձին ինչ-որ խմբին, որ ասեք, թե ինքն է որոշում, մանավանդ որ դրա լիազորություն չունի։ Ես կարծում եմ, որ այստեղ նաև պետք է մի հատ քրեական հոդված դնել պաշտոնական լիազորությունների գերազանցում, հա, հիմքով, որովհետև դու այդ լիազորությունը չունես, որ նման գործողություն կատարես։ Այսինքն մի քանի հոդվածներ, եւ այս առումով անթույլատրելի է ժողովրդավարական պետության արժեքների տեսակետից, մարդու իրավունքների արժեքների տեսակետից նման վարքագիծը, որովհետև դա կբացի մի հատ ուրեմն տակար, հա, ասենց ասենք, որը դրա հետևանքները պատկերացնում են։ Իհարկե հակափաստարկներին կրկին թիմակիցների կողմից ներկայացված դեռևս կանդրադառնանք, բայց մինչ այդ խնդրեմ պարոն Երիցյան ձեր գնահատականը։ Իհարկե հստակ է, որ խիստ դատապարտելի է այնինչ տեղի է ունեցել եւ ցանկացած երկրում բնականաբար պարզ է, որ բռնությունը դատապարտված է, մեր երկրում էլ պետք է դատապարտվի, բայց դա այնքան էլ պարզ չի տարբեր քաղաքական շրջանակների համար, ովքեր այսօր եւս շարունակում են արդարացնել տեղի ունեցածը։ Նաեւ շատ հստակ է, որ Հայաստանում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում, այդ արարքը գործած պաշտոնյան մինչ օրս պաշտոնավարում է, չնայած նրան, որ իրավական գործընթաց է սկսվել,
այնուամենայնիվ այդ մարդը դեռևս իր պաշտոնին է, շփվում է քաղաքացիների հետ, ընդունում է քաղաքացիներ, կատարում է իր լիազորությունները, մինչդեռ ես վստահ եմ, որ նման անձիկ օր առաջ պետք է հանրային պաշտոնից զրկվեն եւ այլևս չկարողանան առնչվել եւ շփվել քաղաքացիների հետ։ Քաղաքապետարանը կարծեք թե հայտարարություն այդուհանդերձ տարածեց, ինչպես է գնահատում այդ հայտարարությունը, եւ ձեր կարծիքով որն է պատճառը, որ քաղաքական գնահատական չկա, խնդրում։ Քաղաքապետարանի արձագանքը եւ հայտարարությունը իհարկե շատ անողնաշար էր, այն չէր քննադատում բռնությունը եւ ավելի շատ միտված էր պաշտպանելու բռնարարին եւ քննադատում էր հայհոյանք հնչեցնողներին։ Այդ հայտարարությունը եթե չլիներ, ոչ մեկիս կյանքում ոչ մի բան չէր փոխվի։ Իրական հայտարարությունը պետք է լիներ դատապարտող, քաղաքապետը 1 ժամ առաջ պետք է հայտարարությամբ հանդես գար եւ ստորագրեր պաշտոնից ազատելու ուրեմն հրամանը, միևնույն ժամանակ պետք է սկսվեր այն ավականու անդամներին մանդատից զրկելու գործընթաց, որոնք ներգրաված են եղել այդ բռնության գործողություններում կամ բռնությունը ուրեմն արդարացրել են, դրանից եւ ոչ մեկը տեղի չի ունեցել, նշանակում է, որ եւ Տիգրան Ավինյանը եւ իրենց քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանը լիովին կիսում են այս մոտեցումը եւ արդարացնում են բռնությունը, որովհետեւ դեռևս իրենց թիմակիցը շարունակում է պաշտոնավարել։ Ես կարող եի ասել, որ սա նախադեպ է, բայց սա նախադեպ չէ։ Շատ լավ հիշում ենք, որ ավականու դահլիճում տեսախցիկների առաջ այլ թաղապետերը ծեծի ենթարկեցին ավականու անդամներին, որևէ մեկը այս գործով ոչ քաղաքական, ոչ իրավական պատասխանատվության չենթարկվեց։ Եվ այս անպատժելիությունը եւ անհանդուրժողականության մթնոլորտը նաև հանգեցնում է նմանատիպ բազմաթիվ այլ դեպքերի եւ կոնկրետ այս մարդը վստահ էր, որ իր գործողությունների արդյունքում որևէ պատասխանատվություն չի կրելու։ Եվ տեսնում ենք, որ այդպես էլ կա։ Հիմա մյուս հարցին անդրադառնալով, ինչու է այս անձը դեռ շարունակում պաշտոնավարել եւ ինչու քաղաքացիական պայմանագիրը որոշում չի կայացրել, շատ հստակ է, որ քաղաքական առումով Տիգրան Ավինյանը այս պահին պատանդ է այս կուսակցության ձեռքերում, որովհետև այն պահին, երբ որ այս կուսակցության ներկայացուցիչները իրենց մանդատները վայր դնեն, կավարտվի Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը Երևանում։ Գիտեք, որ ինքը Երևանի ավականիում մեծամասնություն չունի, անգամ հանրապետության հետ նույնպես մեծամասնություն չունեն, եւ այս պարագայում կորցնել կոալիցիոն գործընկերոջը իրենք չեն ցանկանում։ Այսինքն հիմա իրենք պետք է հասկանան, ինչն է իրենց համար կարևոր, պաշտպանել են արժեքները, որոնցով իրենք 2018-ին եկել են իշխանության, թե պաշտպանել ներխմբակային թիմային շահերը եւ ամեն գնով պահել իրենց աթոռը, պահել իշխանությունը։ Ես կարծում եմ, որ իշխանությունը այս խմբակի համար շատ ավելի թանկ է, քան այն արժեքները, որոնք իրենք հայտարարում են, քան բռնության դեմ, քրեական մշակույթի դեմ պայքարը, ուստի շատ պարզ է, որ որևէ քաղաքական պատասխանատվություն չի լինելու եւ այս անձը շարունակելու է իր պաշտոնում մնալ, մինչեւ իրավական գործընթացը 1, 2, 3 տարի կշարունակվի եւ ինչ արդյունք կունենա, ելք կունենա, դա էլ պարզ չէ։ Այնուամենայնիվ ես վստահ եմ, որ եթե ներսից այդ կուսակցությունում այնուամենայնիվ կան adekvat եւ նորմալ մարդիկ, եթե այդ ճնշումը լինի, գուցե ինչ որ պայմանավորվածության կարողանան գալ հանրապետության հետ եւ գոնե այդ մեկ պաշտոնը իրենցից վերցնեն։ Երեք եթե հետևում եք հայտարարություններին, հանրապետություն կուսակցության մեկ այլ ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում, Դավթաշենի թաղապետը հայտարարեց, որ եթե պաշտոնից ազատեց Ավինյանը, բոլորս մեր մանդատները վայր ենք դնելու։ Մալացիա Սեբաստիա, այո, այսինքն իրենք շանտաժի լեզվով են խոսում այս պահին իշխող խմբակցության հետ, եւ իշխող խմբակցությունը իմ կարծիքով նաև արժանի այդ լեզվին, որովհետև ինքը նույն շանտաժի առումով ընդդիմադիրներից ձայն է գողացել, հանրային ձայն կուսակցությունից 3 անձ գողացել է, որպեսզի մեծամասնություն ապահովի, այնպես որ իրենք ընդհանրապես ստանում են այն, ինչ որ տարածել են, ինչի հիմքերը որ դրել են, այստեղ ամեն շատ տրամաբանական է։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, տեսեք, Արամ Սարգսյանը անդրադառնալով այդ հարցին հրաժարական տալու, հայտարարել էր, որ եթե թիմակիցը գնա այդ տրամաբանությամբ եւ հրաժարական տա, հաջորդ օրը նույն իրավիճակը ստեղծվելու է այլ թաղապետերի եւ պաշտոնյաների համար, քանի որ սա ծրագրավորված նպատակ է, եւ անդրադառնալով նաեւ ժողովրդավարությանը նշում է, որ ժողովրդավարությունը չի ասում, որ արժանապատվությունը կարելի է վիրավորել, ասում է եվրոպական արժեքները ժողովրդավարությունը պահանջում են մարդու անձնական կյանքը պաշտպանված լինի։ Նախ առաջերտին
որևէ իշխանություն ուզում է քաղաքապայմանագիր, ուզում է, չգիտեմ, հանրապետություն, ուզում է ցանկացած, պետք է իմանա, որ առաջերտին պատասխանատու է ոչ թե իր անդամների համար կամ իր ներկայացուցիչների, այլ ընտրողների առջև։ Պատասխանատվությունը ընտրողների առջև է եւ պաշտոնական լիազորությունների իրականացումը կամ պաշտոնների գրավումը դա նպատակ է հետապնդում ոչ թե կուսակցական շահեր կամ միջկուսակցական շահեր կամ կոալիցիոն շահեր պաշտպանելու, այլ օրենքով գործելու եւ օրենքով սահմանված սկզբունքները պաշտպանելու։ Եվ որևէ բռնություն կամ որևէ հակաօրինական գործողություն կատարելով պաշտպանել լիազոր ուրեմն կոալիցիա կամ իշխանություն դա այն վարքագիծն է, որի շարունակականության հետևանքով այդ անպատժելիություն ասածը, որ ձևավորվեց, հանգեցրեց հեղափոխության։ Իրավունքների խախտման անպատժելի խախտման շարունակությունը, որը հենց անպատժելիության երևույթն է, ինքը չի կարող երաշխիք հանդիսացնել որևէ իշխանության գոյության կամ նրա հիմնավորման համար, սա մեկ։ Երկրորդը ինչ որ պարոն Երիցյանը նշեց, ինչ է նշանակում պատանդ։ Պատանդի վիճակում շարունակել գործելը դա անարժանապատիվ է։ Հասկանում եք, որտեղ դուրս է գալիս, որ թիմակիցները ինչ ուզես կարող են անել, բայց զուտ ֆորմալ, ձևական, ձայների միծամասնություն, թե ինչ-որ քանակ պայմանավորվածությունը շատ ավելի կարևոր է, քան թե այն պատասխանությունը, որ ընտրողների առջև պետք է լինի եւ օրենքի առջև պետք է ունենան։ Այսինքն օրենքը թքած ունենան, օրենքը գցում ենք մի կողմ եւ մենք պայմանավորվել ենք, որ այսպես ենք աշխատելու։ Ու մեկս մեկից պահում ենք։ Դա ես անվանում եմ իհարկե միանշանակ թայֆաբազություն։ Ժողովրդավարական պետության հետ կապված ժողովրդավարական արժեքների հիմքում ընկած է օրենքի առջև բոլորի պատասխանատվության սկզբունքը։ Ժողովրդավարության արժեքների հիմքում ընկած է իրավունքի գերակայության սկզբունքը։ Սա է ժողովրդավարության արժեքը։ Դե ասում եմ օրինակ հանրային ակտիվիստը, եթե հանրային ակտիվիստը ինչ ուզի պետք է անի։ Ոչ, ես դա մար ասեցի, հանրային ցանկացած քաղաքացի, ով ինչ կուզենա կանի, բայց նաև իր որոշակի, եթե գործողությունների հետ կապված կա ուրեմն խնդիր կամ մտահոգություն կամ ռիսկ եւ այլն, դրա համար կան համապատասխան մարմինները։ Ժողովրդավարական պետություն դա չի նշանակում բոլոր պետական մարմինների լիազորությունների կենտրոնացում ձեռքին, համ ոստիկան, համ թաղապետ, համ չգիտեմ դատավոր, համ դատախազ եւ այլն, չի լինում այդ։ Ժողովրդավարության սկզբունքը հենց իշխանության տարանջատման եւ փոխզսման սկզբունքն է։ Ժողովրդավարության սկզբունքը, երբ որ հանրային վստահություն կա համայնքային ծառայության նկատմամբ իշխանության իրավապահ համակարգի նկատմամբ, սա է ժողովրդավարության հիմքում ընկած։ Եվ ոչ թե վերցնում եմ ուզուրպացնում եմ, ասում եմ թե ես եմ որոշողը այստեղ։ Դա ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունի։ Ինչ վերաբերում է, որ կարող են նման ակցիաներ լինել, այո, կարող են նման ակցիաներ լինել։ Շատ լավ հասկանում ենք այդ ակցիաներ անողները։ Ես, գիտեք, ես կարող եմ չհամաձայնվեմ այդ կարծիքի հետ, չկիսեմ, բայց կարծիքը արտահայտելու հնարավորություն պետք է լինի։ Դրա սահմանը նույնիսկ կրկնում եմ, ատելությունն է, դրա սահմանը թշնամանքն է, իրավունքի այդ տեսակետի եւ դրա համար թաղապետարանը չի լիազորված ոչ էլ վարչական ղեկավարը կամ որևէ քաղաքական ուժ, հա, ասի թե սամասուդ եմ անում կներեք արտահայտության համար եւ ինքս եմ որոշում, այ սա խախտում է կատարել եւ այլն։ Դրա համար կան մարմիններ եւ եթե կան մտահոգություններ կամ չգիտեմ ինչեր եւ այլն, թող աշխատի իրավական համակարգը, բայց իրավական համակարգին չի համարը։ Պարոն Սարգսյան, դա ժողովրդավարության հետ նորից եմ կրկնում, որևէ առնչություն չունի եւ հիմա պետք չի էլ ավելի խորացնել վիճակը այն իմաստով, որ ժողովրդավարության անվան տակ հակաժողովրդավարական գործելակերպը փորձեն արդարացնել։ Դա չի կարելի։ Իսկ այս պարագայում նաև ինչպես եք մեկնաբանում այլ վարչական շրջանի ղեկավարի հայտարարությունը, հա, որ եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք։ Ես կարծում եմ քաղաքական պատասխանատվությունը թելադրում է քաղաքական պատասխանատվությունը հանրության առջև, քաղաքական պատասխանատվությունը պետության առջև, պետության հանդեպ։
քաղաքական պատասխանատվությունը ընտրողների առջև, քաղաքական պատասխանատվությունը օրենքի գերակայության սկզբունք, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանության սկզբունքի առջև պահանջում է, որպեսզի դատապարտեն նման գործելակերպը, ազատվեն նման անդամներից եւ շարունակեն քաղաքական պատասխանությունը, նույնիսկ եմ կրկնում, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանության սկզբունքի հիման վրա, եթե թանկ է պետություն հասկացողությունը, պետք է անթույլատրելի համարեն իրենց կուսակցության անդամների համար, իրենց թիմակիցների համար բռնության կամ անօրինական վարքագիծը, սա է պետության պատասխանատվությունը։ Սա է պատասխանատվությունը այն արժեքների, որի մասին ուրեմն խոսում են։ Հակառակ դեպքում դա ուղղակի նույնիսկ եմ կրկնում, դա կոչվում է թայֆաբազություն։ Պարոն Երիցյան, իդեպ քիչ առաջ Արամ Սարգսյանը հայտարարություն է արել, Հանրապետություն կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով։ Մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին եւ մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։ Ես մի քանի այլ հայտարարություններ եմ երեք լսել նույն անձից, որոնք ինձ խորապես հիասթափեցրել են, հատկապես հաշվի առնելով այն արժեքները, որոնք իբր թե այս կուսակցությունը եւ քաղաքական գործիչը կրում են, մասնավորապես ինքը երեք հայտարարեց, որ պետք է ուրախ լինենք, որ թաղապետի երիտասարդ ամրակազմ տղան դեռ դանակը չի վերցրել եւ ողբերգություն տեղի չի ունեցել։ Սա իմ կարծիքով քաղաքական գործիչին ոչ վայել արտահայտություն էր։ Հայտարարել են, որ ծեծել եմ, լավ եմ արել, հայհոյել եմ, լավ եմ արել եւ սա կապում նաեւ նշել էր, որ այս սադրիչ գործողությունը պլանավորվել էր Ռուսաստանի դեսպանատանը, իրենց չի ներվել Բուչա այցը եւ այլն։ Պարոն Սաքունցը շատ լավ նշեց, որ ժողովրդավարության անվան տակ այս բոլոր այլանդակություններն են տեղի ունենում, որոնք ժողովրդավարության հետ որևէ աղերս չունեն։ Շատ հստակ է, որ երբ որ իրանք նշում են ժողովրդավարությունը մենք բռունցքներով ենք պաշտպանելու, իրենք ժողովրդավարությունը այսօր խարխլում են եւ պետությունը, պետականությունը իրենք ոչ թե բռունցքով պաշտպանում են, այլ մենք պետք է պետականությունը պաշտպանենք նման քաղաքական ուժերից, որոնք որ հակաժողովրդավարական գործողություններ են ծավալում, ատելություն են քարոզում, ատելության անհանդուրժողականության մթնոլորտ են տարածում եւ իրենց համարում են օրենքից դուրս։ Եթե որևէ այլ քաղաքացի էս նույն գործողությունները թույլ տար մեկ այլ քաղաքացու նկատմամբ, կամ եթե մեկ այլ քաղաքացիների խմբակային խոշտանգման ենթարկեր որևէ մի անձի, իրենք նույն ձևով էին նույն իրավական պատասխանատվություն էին կրելու օրենքի առաջ, ինչ որ այս խմբակն է կրում, իհարկե ոչ, եւ այս դեպքը շատ լավ ցույց է տալիս, որ մեր երկրում օրենքի առաջ կան մարդիկ, ովքեր ավելի հավասար են, քան մյուսները։ Նա իրանք օրենքի առաջ այսօր ավելի հավասար են, որովհետեւ կարողանում են հայհոյել, կարողանում են ծեծել, խայտառակ խուժանական վարքագիծ դրսևորել եւ դրա արդյունքում իրենց ոչինչ չի լինում, որևէ պատասխանատվության մասին խոսք գնալ չի կարող։ Սա շատ լավ մեսեջ է մյուս թաղապետերին։ Այսօր մեր քաղաքապետի կողմից լուծեք խնդիրները այս ճանապարհով։ Բռնությունը այսուհետ խնդիրների լուծման ընդունելի նորմալացված միջոց է։ Եթե լավ տղա եք, ուրեմն պետք է այսպես ձեզ պահեք, որովհետև թաղապետն էլ նշեց, որ վարչական շրջանի ղեկավար լինելուց առաջ ես նախ եւ առաջ տղամարդ եմ։ Տղամարդ լինելու մասին սա է իրենց պատկերացումները, 15 հոգով մեկին ծեծելու մասին պատկերացումը սա է։ Այնպես որ ես շատ մեծ հույս չունեմ, որ ինքնահայեցում այս կուսակցության ներսում տեղի կունենա, քանի որ բոլոր մակարդակներով Արամ Սարգսյանից մինչև իրենց խմբակցության ղեկավար ու անդամներ իրենք ի սրտե եւ ամբողջ ուղեղով, հոգով, սրտով հավատում են, որ ճիշտ են արել, լավ են արել ու եթե եւս մի անգամ նման դեպք լինի, նույնն են անելու։ Այս է ցավալին։ Ես ճիշտ ասած չգիտեմ այդ ներսում ինչ բաներ կան, այսպես ասեմ, կազմը, հա, իհարկե քաղաքական կուսակցության ղեկավարի կողմից նման մոտեցումը, հա, ինքը ամբողջովին նույնիսկ կրկնեմ առաջի հերթին դա անթույլատրելի հակաժողովրդավարական է, սա մեկ, մյուսը որևէ քաղաքական նպատակահարմարություն
կամ քաղաքական շահ կամ քաղաքական պայմանավորվածություն, որը չի հիմնվում Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների, կարծիքի արտահայտման ազատության վրա, ինքը իր էությամբ նման պայմանավորվածությունները, շահերը հանդիսանում է հակաժողովրդավարական։ Ես հիշեցի այս պահին ժամանակին Վահրամ Փափազյանը հայտնի դերասան, երբ որ մի երիտասարդ սև ներկված բան գալիս է, ասում է, բա ուզում եմ օթելո խաղում է եւ այլն, վարպետը ասում է, ամեն սև բան մանչս օթելո չէ։ Հիմա ասելով չի, Պուտինն էլ ասում ժողովրդավար եմ։ Եկեք ուրեմն ժողովրդավարությունը որպես արժեք չպայմանավորենք նման գործողությունով եւ փորձել ժողովրդավարություն արժեզրկել։ Սա շատ կարեւոր հանգամանք է։ Հակառակ դեպքում այո կան մարտահրավերներ, բայց այդ մարտահրավերներին հակաժողովրդավարական վարքագծով կոմոդություններ չես կարող ուրեմն դիմագրավես, եթե կան այդ դրսևորումներ, եւ դրա համար կան պետական ինստիտուտ։ Հասկանում եք, հանրության մոտ պետք է պետության կարողության, պետության դիմակայության, պետության արդյունավետության տեսակետից վստահությունը ձևավորելու ուղղությամբ քայլեր կատարել եւ պետք է գործեն համապատասխան պետական ինստիտուտները, ոչ թե դու վերցնես այդ ամեն ինչը ասես թե ես եմ որոշում։ Եվ այստեղ այո բոլորը պետք է հրաժարական տան, եթե բոլոր այն մարդիկ, որոնք գտնում են, կապ չունի ինքը բռնություն կատարելա թե չէ։ Եթե գտնում է, որ այդ բռնությունը, այդ մեթոդը, այդ միջոցը թույլատրելի արդարացնում, իրանք տեղ չունեն, պետք է հրաժարական տան։ Այլ մարդկանց ուրեմն պետք է ընտրեն, որոնք օրենքի առջև պատասխանատվության զգացում ունեն, պատկերացում ունեն, սկզբունք են որդեգրում, որոնք մարդկային արժանապատվության նկատմամբ անկախ նրա ուրեմն կարծիքներից կամ առանձնահատկություններից հարգանք ունեն եւ նաեւ պատասխանատվություն են կրում պետության ուրեմն ինստիտուտների նկատմամբ։ Ես մի հատ օրինակ ասեմ, որ ավելի հասկանալի լինի զուտ իրավունքի, մարդու իրավունքի տեսակետից։ Հիմա քրեակատողական հիմնարկում, եթե որևէ մեկը կալանավորված է ինչ-որ հանցագործության մեջ մեղսակցություն ունենալու համար, խափանուն ինչոց կալանք են կիրառել, կամ լավ դատապարտվել ինչ-որ հանցագործություն իրականացնելու մեջ։ Այդ մարդու նկատմամբ ծայրահեղ դեպքն են վերցնում, այդ մարդու նկատմամբ վերաբերմունքը հիմնարկի անձնակազմի պետք է պայմանավորված լինի, թե ինչ հանցանքում է նա մեղադրում կամ ինչ հանցանք կատարելու մեջ է նա մեղավոր ճանաչվել։ Հասկանում եք, չէ՞, այսինքն դա չի կարող մարդու որոշ գործողությունների համար կրկնակի պատասխանատվություն կիրառվի։ Բայց հիմա կարող եմ ես ասենք, բա գիտեք ոնց է, բա սա էս ինչ ծանր հանցագործություն է կատարել, նրան քրեական մշակույթի նպաստող մտածելակերպ է դա։ Հասկանում եք ոնց է։ Այսինքն քրեական հիերարխիան դառնում է ավելի բարձր, քան թե իրավական բանը, որի մշակույթը, որը ելնում է այն բանից, որ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է ապահովված լինի անգամ քրեակատողական հիմնարկում, անկախ նայած թե նա ինչու է մեղադրվել։ Միայն սահմանափակվել նրա ազատությունը, չէ՞, այն էլ օրենքով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով։ Որևէ մեկը լրացուցիչ իր վրա լիազորություն վերցնի, որ ասի, այ դու դա տիպիկ քրեական մշակույթի արտահայտություն է, ես ասեմ։ Եվ եթե կար հարց, իսկ նա ասեմ, որ այդ գործողությունների հետ կապված կան հարցեր, դրա համար կան համապատասխան մարմիններ։ Իհարկե ես հասկանում եմ, որ իրավապահ մարմինների հետ կապված կան մեծ մտահոգություններ, չէ՞, իրավաչափության, համաչափության, բայց դու չես այդ խնդրի պատասխանատուն, հա, եթե կա հասարակական կարգի խախտման հետ կապված մտահոգություն, խնդրեմ, նույնակ բնականոն աշխատանքը խոչընդոտում են, ընդհանրենք, բայց դու ինչ դու ով ես։ Հիմա սա ինչի հետևանք է, պարոն Սաքոնց։ Պետական մտածողության բացակայության, օրինական օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքի բացակայության եւ պարոն Երիցյանի հետ այդքան մասով համաձայն եմ։ Այսինքն մենք կարանք ինչ ասես անենք, մնանք ապատիժ, քանի որ մենք կոալիցիա ենք կազմել եւ իշխանության ձևավորման համար երաշխիք ենք հանդիսանում, հա, դա ինձ բան է տալիս, դիվիդենդ է տալիս, որ ինչ ասես անեմ, չէ։ Չես կարող այդ ինչպես ասես անես, ինչ ուզենաս անես։ Այդ քաղաքական
մշակույթի հիմքում, որ պայմանավորվածությունը ամեն ինչ է, ընդհանուր միջև օրենքի խախտման գործելակերպով կամ քաղաքացու իրավունք արժանապատվություն նվաստացնելու անգամ այդ բանով, հա, վարքագծով, դա հենց քաղաքական մշակույթի մտածելակերպի անթույլատրության, հակաժողովրդավարական, եթե հակաիրավական մտածելակերպի մասին է խոսքը, չի կարելի անթույլատրել եւ դատապարտելը պետք է դատապարտվի, վերջ։ Հայաստան որևէ քաղաքական ուժ չպետք է ինքը մտածի, որ բռնությամբ կարա ինչ-որ հարցեր լուծի եւ դա թույլատրելի համարի։ Թեկուզ իր հարազատ ես չգիտեմ ով ուզում աղնի։ Իսկ արձագանքը որքանով է համարժեք համարում։ Դասեցի արդեն, դրանից հետո ինչ ա։ Արձագանքը նկատի ունեմ, արձագանք արդյոք պետք է լիներ իշխանությունների կողմից, քաղաքապետի կողմից։ Իմ կարծիքով, քանի որ քաղաքապետն է նշանակել վարչական ղեկավար, անմիջապես նա պետք է ազատ էր աշխատանքից։ Անմիջապես։ Եվ ասեր իշխանությունը այդ վարքագիծը հստակ սկզբունքը պահեր, որ այ անկախնայից քաղաքական ինչ որ պայմանավորվածությունից եւ այլն նման վարքագիծ դրսեւորող անկախնայից թեկուզ ազգային հերոս լինի։ Հիմա գիտեք այդ բանը հերոսություն անելը մարտի դաշտում հիմք չի տալիս, որ քաղաքացիական կյանքում դու այդ ինչ ուզենաս անես։ Այդ տեսել ենք դա։ Հասկանում եք, այստեղ չի կարա այդ բանը ինդուլգենցիա հանդիսանա։ Ընդհակառակը մարտի դաշտում հերոսություն անողը շատ ավելի մեծ պատասխանատվություն պետք է ունենա քաղաքացիական կյանքում այն ինչի համար որ պայքարել է, այդ արժեքները պահպանելու, արժեքները պահպանել ազատության համար, խաղաղության համար, չէ, մարդկանց անվտանգության ապահովել ու չդառնա մարդկանց ազատությունը սահմանափակող, վտանգող, արժանապատվությունը վտանգող, ուրեմն եւ այլ բնույթի, հա, այդ ձևի վտանգավոր գործողությունների մեջ, թակարակը։ Պարոն Երիցյան, ակնհայտ լարված անհանդուրժողականության այսպես մթնոլորտ է, հատկապես ավականունիստերին ենք դա տեսնում ենք խորհրդարանում, որն է ձեր կարծիքով պատճառը, եթե նորից անդրադառնանք նոր-նորքի դեպքերին, հա, մենք տեսանք, որ օրինակ միջադեպից մեկ օր առաջ թիմակիցներից մեկը հայտարարեց, հա, կարծեք թե այսպես բռնության կոչ կարելի է որակել, հայտարարեց, որ եթե ուզում են ծեծ, ապա կլինի ծեծ, եւ դրանից հետո տեղի ունեցավ նաեւ այս միջադեպը։ Ընդհանուր առմամբ բավական է ագրեսիվ անհանդուրժողականության մթնոլորտը ինչի հետևանք է։ Իհարկե մի ամբողջ հետազոտություն կարելի է անել հասկանալու համար պատճառահետևանքային կապերը, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, երբ որ բռնությունը անպատիժ է, այն ունի բազմապատկման էֆեկտ։ Եվ 2018-ից սկսած մի շարք հանրային դեմքեր իրենց թույլ են տվել իրենց պաշտոնի եւ հանրային պաշտոնի հետ անհամատեղելի գործողություններ։ Հավաքանու անդամին ծեծելը, քաղաքացու դեմքին թքելը, հայհոյանքով խոսելը, լրագրողներին քաշքշելը, այս ամենը որևէ գնահատականի քաղաքական չի անդրադառնում, այս բոլոր մարդիկ շարունակում են պաշտոնավարել։ Եվ այս դեպքից առաջ, եթե կհիշեք, քաղաքապետը իր ասուլիսում ասեց, թող ոչ ոք չկասկածի, եթե մեզ հետ կխոսեք այդ լեզվով, կստանաք նույն պատասխանը, եթե մեզ հայհոյեք, պատասխանը չի ուշանա։ Դրանից մեկ օր հետո պատասխանը չի ուշանում եւ 15 հոգի այդ պատասխանը տալիս են 1 հոգուն խոշտանգելով։ Երբ որ պաշտոն կրող, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են հասարակությունում հանդուրժողականություն տարածելու, համակեցության կանոնները պահելու համար, խրախուսում են, տարածում են, քարոզում են բռնությունը որպես հասարակական հարաբերությունների կարգավորման միակ ձև, այն պայմաններում, երբ որ չեն կարողացել իրավապահ համակարգում ներդնել այնպիսի մեխանիզմներ, որ մարդը հավատա, որ իրավապահ համակարգի միջոցով իր հարցը կարող է լուծել, այս պայմաններում հրահրել բռնություն անթույլատրելի է, եւ ես կարծում եմ, որ քաղաքապետը շատ այլ դեպքեր կար, որոնցով պետք է հրաժարական տար, բայց այս անպատժելիության մթնոլորտը, որ ստեղծել է, ինքն է դրա թիվ 1 պատասխանատուն։ Ազգային ժողովում էլ կա բռնություն, անհանդուրժողականություն եւ այլն, բայց արդյոք կարող եք համեմատել դա Երևանի ավականուն հետ։ Իհարկե ոչ, այնտեղ շատ ավելի լարված է մթնոլորտը, ֆիզիկական բռնությունը կրում է նորմալ բնույթ, կանանց, տղամարդկանց կողմից իրար ամենավերջին բառապաշարով ուղիղ եթերում հայհոյելը կրում է սովորական նորմալ բնույթ,
քաղաքապետարանի դռներից դուրս հաշիվ մաքրելը, իրար շանտաժանելը, իրար ձայնագրելը եւ այլն կրում է նորմալ բնույթ։ Մենք այսօր ավականիում ունենք այդ դոգ կոչվածի կուսակցությունը, որի համար հայհոյանքը նորմալ երևույթ է եւ ամեն օր 24/7 այդ հայհոյանքը կին տղամարդ երեխա բոլորը լսում են եւ այդ պատճառով այս բոլոր երևույթները տեղի են ունենում։ Իմ կարծիքով սրա դեմն առնելը նույնպես իշխանությունների պարտականությունն է։ Քրեական մշակույթի եւ բռնության դեմ պայքարը 2018-ից առ այսօր ձախողված է։ Որևէ գործունքայլ արմատախիլ անելու բռնությունը չի արվում ոչ քրեակատարողական հիմնարկներում, սրա մասին պարոն Սարգսյանը կարող է խոսել, ոչ հասարակական հարաբերությունների տարբեր բնագավառներում եւ ի վերջո այս իշխանությունները պետք է հասկանան, որ եթե չեն կապում այդ բռունցքները ի վերջո իջնելու են իրենց դեմքին, ինչպես եղել է նախկինում։ Եվ շատ ցավալի է իրականում, որ այն արժեքները, որոնց համար մարդիկ հեղափոխություն արեցին, այսօր ոչ միայն չեն իրականությանը չեն համապատասխանում, շատ մեծ հետընթաց են կապրել իրականում։ Այն ժամանակ կհիշեք ուղիղ եթերում ով իրեն թույլ կտար նման վարքագիծ դրսևորել։ Դա իրանք ունեին իրենց մեթոդները, գործիքակազմը, դա անում էին կամերաներից հեռու, անում էին շքամուտքերի մոտ մարդկանց ուրեմն վախեցնելով եւ այլն, ինչը նույնպես չեմ արդարացնում, բայց ուրեմն սրանք արդեն այնքան են վստահ իրանց ուժերին, որ դա անում են բացահայտ։ Եվ դրա համար գիտեն, որ որևէ պատասխանատվություն չեն կրելու։ Շնորհակալություն, խնդրեմ։ Ես քանի որ գիտեմ, նաև գիտեք բոլորդ, կան որոշակի մեկնաբանություններ, չասեմ, այլ պնդումներ, որ Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմի գործիքները կիրառվում են, սա կուզենամ սանել անդրադառնամ, ինչի համար, որովհետև երևույթի, այսպես կոչված քաղաքական հիմնավորման տեսակետից են ներկայացնում։ Այո, հիբրիդային պատերազմի գործիքներ կիրառվում են Հայաստանի նկատմամբ եւ կիրառվելու են։ Բայց արդյոք այն մեթոդները եւ այն միջոցները կամ այն վարքագիծը, որը դրսևորվում է իշխանության կողմից եւ նաեւ համայնքային, նրանց ներկայացուցիչների կողմից, դա այն պատասխանն է կամ այն մեթոդն է, որ կարող է հանգեցնել այդ հիբրիդային պատերազմի գործիքների կասեցմանը կամ կանխմանը, ոչ։ Ապակայունացնելուն միտված, թուլացնելուն միտված հիբրիդային պատերազմի այդ գործիքակազմը եւ գործողությունները, որոնք նորից եմ կրկնում նպատակ ունեն անկառավարելի վիճակ, ի վերջո ստեղծելու։ Դրան նպաստում է հենց նման բռնության վարքագիծը։ Այսինքն դու արձանագրում ես, որ այդպիսի միջոցներ կան, կիրառվում են պետությունը թույլատնելու, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը նվազեցնելու, ել ավելի, չգիտեմ, անկայունություն, ու դու քո գործողություններով աչակցում ես նման անօրինական գործողություն հենց նման իրավիճակի ստեղծման։ Դուք հասկանում եք, ուղղակի ես ուզում եմ հասկանամ, լավ, դուք հասկանում եք, թե ինչ եք ասում կամ անում։ Այդ դեպքում հիմա ինչով է տարբերվում ապակայունացնող ուղղված ակնհայտ գործողությունները նման անօրինական գործողություններից։ Եթե նա համարում ես անօրինական, ո՞նց ես դու անօրինական գործողություն թույլ տալիս, որը հանգեցնելու է այն նպատակին, որի համար այդ ամեն ինչը օգտագործվում է, չէ՞։ Սա ես ուղղակի ապշում եմ, զարմանում եմ, երբ որ փորձում են ինչ որ գործոններ հղում կատարելով արդարացնել են գործողությունները իրենց կողմից, այսպես կոչված այդ հիբրիդային պատերազմի գործիքները անթույլատրելի համարողներ եւ այլն, այնպիսի գործողություն են կատարում, որոնց հենց հանդիսանում են հիբրիդային պատերազմի գործիքների բնույթին համապատասխան։ Հասկանում եք, այս անպատասխանատվության կամ պատասխանատվության չգիտակցման մասին ես ուղղակի ապշում եմ։ Լավ, էլ ինչ եք ուզում անեք ես։ Ուզում եք լրիվ ընդհանրապես քաոտիկ վիճակ ստեղծվի, որ այն ասում է թե շունը տիրոջը չճանաչի, ում ձեռքը բանը ուժը պատի այնպես էլ վարվի։
Դա չէ ժողովրդավարական պետությունը ենթադրում է պատասխանատվություն առաջերտին իշխանության ներկայացուցիչների կողմից, պաշտոնատարանցած կողմից, եւ նաեւ պատասխանատվության ինստիտուտը նաեւ քաղաքացիների կողմից, եթե այսօր ենք եմ խախտում։ Հասկանում եք ոնց է։ Իսկ եթե քաղաքացին, եթե բան Երիցյանը լավ կա նշում, եթե որևէ պաշտոնատարանց կատարում է զանցան կամ ապօրինություն ու պատասխանատվության չի ենթարկվում, քաղաքացին ասում է, ես կարամ այդ նույնը անեմ։ Եթե վարքագիծը թույլատրելի է համարում, լեգիտիմ է համարում, ընդունվում է, որ այդ վարքագիծը ընդունելի է, չէ՞, քաղաքացիները գնում այդ ճանապարհով։ Հետո վերջը, հետո ինչ են ունենալու։ Ես խտացնում եմ գույները, իհարկե, բարձ ասեմ, նախորդ ազգային մինչև 2018 թվականի ժամանակահատվածը դուք չեք կարող բերել ինձ միավորինակ, ասենք ոնց որ Վիլեն Գարփելյանն է, որ մանդատը մարդը սովորական դնում է։ Դա պատասխանատվության ինստիտուտ է։ Չեք կարող բերել, որտեղ այդ չի եղել։ Միակ պատասխանատվությունը Վիլեն Գարփելյանն է։ Չէ, խնդիրն է, որ կա նման նաև մտածող մարդիկ։ Եվ այս առումով քաղաքական մեծամասնությունը հանձինս ուրեմն պարլամենտում, հա, այդ մարդիկ, որոնք Զարուհի Բաթոյանը դատապարտեց նաև ազգային ժողովը։ Միակ մարդը։ Այո։ Այսինքն կան այս տեսակետները, եւ այս տեսակետները կամ այս ռեսուրսները շատ թանկարժեն, շատ կարեւոր են։ Դրանց ձայնը պետք է իսկապես լսելի լինի ոչ թե հատային, այլ քաղաքական որպես թիմի պատասխանատվություն եւ ասել, գիտեք, այո, ես Երևանում կարող եմ կոալիցիան կորցնեմ, բայց կներեք, այդ պահի իշխանությունը կորցնում, երբ որ դու ձևավորում ես հանրային վստահությունը քաղաքական պատասխանատվության տեսակետից, սա շատ ավելի կարևոր է պետության դիմակայունության եւ պետության ինստիտուտների նկատմամբ վստահությունը ապահովելու համար, որտեղ հանրային վստահությունն է հիմքը, որ դու կարողանաս դիմագրավես այդ հիբրիդային գործիքները կամ հիբրիդային պատերազմի այդ միջոցները։ Դեպ կոալիցիայի մասով, որ ասում եք, այդ կոալիցիան իմ կարծիքով գրոշի գին որպես այդպեսին չունի, քանի որ այս ամբողջ քննադատությամբ ԿՊ-ին հանդերձ պետք է ասեմ, որ ԿՊ-ն եւ Հանրապետություն կուսակցությունները նույն կուսակցությունները չեն, ունեն տարբեր քաղաքական դնթ, ունեն տարբեր անցած ճանապարհներ եւ այն արժեքները, որոնք այս Հանրապետությունը բերում է քաղաքական դաշտ Երևանում դատապարտելի են եւ այնուամենայնիվ ես կարծում եմ պետք է մի հատ ինքնահայեցում անի քաղաքացիական պայմանագիրը եւ հասկանա արդյոք իրեն պետք է մնալ պատանդ հանրապետության ձեռքում եւ ուր է այս ամենը տանելու պետք է մտածել մի քիչ երկարաժամկետ այսօր իրենք կարող են կորցնել այս կոալիցիան բայց վաղը ընտրողը իրենց այնուամենայնիվ ձայն տա կարող են 2 տարի էլ մնալ այս կոալիցիայում, բայց 26 թվականին քաղաքացին իրենց ընտրության ժամանակ գնահատականը տա։ Մի քիչ քաղաքական պրագմատիզմ ու մի քիչ երկարաժամկետ մտածողություն եմ ցանկանում իրենց։ Ընդհանուր եւ քաղաքական եւ իրավական գնահատականը, եթե ամեն դեպքում, հա, ինչ հետևանքների կբերի քաղաքական ինչ գնահատական կտրվի, հա, եւ այդ գնահատականը ինչ հետևանքների կբերվի։ Նաեւ անպատժելիության մթնոլորտից եք խոսում բռնության մասով, արդյոք պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, ինչ ակնկալիք ունեք։ Ընդհանրապես խայտարակություն կլինի, եթե որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի։ Դրա քաղաքական ես բարձ ասեմ, այստեղ կուսակցությունների մասին չի խոսքը, թե ինչ ձայներ կկորցնի եւ այլն։ Այլ հերթական անգամ իրավական համակարգի նկատմամբ պետության հանդեպ այդ հանրային վստահությունը այնպես կխաթարվի, եւ որ օրոց երեկո աշկիտ առաջին բռնություն գործադրած անձը պատասխանատվության չի ենթարկվում։ Որևէ քաղաքական կոալիցիոն նպատակահարմարություն շահ որևէ կերպ չի կարող ավելի բարձր լինել կամ հանդիսանալ հիմնավորում, որ այս քաղաքական նպատակահարմարությունը շատ ավելի կարևոր է, քան թե ենթադրենք օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը եւ պատժի անխուսափելիության սկզբունքը։ Նման քաղաքական շահը Հայաստանի Հանրապետությունում դա հակապետական է, եթե չի հիմնված իրավական համակարգի նկատմամբ հարգանքի հիման վրա։ Մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի հիման վրա հանրության առջև թափանցիկ ու հաշվետու ու պատասխանատու աշխատանքի նպատակը չի հետապնդում ցանկացած այդ նպատակահարմարություն կոալիցիա եւ այլն իշխանությունը սպառում դեպքում դուրս է գալիս իշխանությունը պահում է հանուն իշխանության ոչ թե իշխանությունը ունենում է հանուն այդ խնդիրները լուծելու համար դա շատ պարզ է չէ դա համար ես համաձայն այո երկար այդ
Գիտեք, պրագմատիկ չի, դա քաղաքական պատասխանատվության ինստիտուտը պետք է գործի։ Այդ քաղաքական պատասխանատվության ինստիտուտի հիմքում պետք է լինի պատասխանատվության հանրության առջև։ Բռնությունը պատասխանատվության ամենաանպատասխանատու բանն է, որ կարելի է ընդհանրապես պատկերացնել։ Դա արդարացում ընդհանրապես անպատասխանատու, ուրեմն մտածելակերպի ու գործելակերպի բանն է, վկայությունն է։ Այս առումով ես մի քիչ հոռետես եմ, չեմ կարծում, որ այնուամենայնիվ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը կաշխատի։ Մի քանի օր է անցել, եւ որևէ գնահատական քաղաքական կուսակցության մակարդակով, կոալիցիայի մակարդակով, քաղաքապետի մակարդակով, վարչապետի մակարդակով, որևէ մակարդակով քաղաքական պատասխանատվության կոչ չի արվել։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի բան փոխվելու է։ Ես այնուամենայնիվ հույս ունեմ, որ քաղաքապետարանը, քաղաքապետը իշխող խմբակցությունը կլսի այս տարբեր ձայները, որոնք հնչում են, եւ կհասկանա, որ ինքը ընդհանրապես դարձել է այս հիբրիդային պատերազմի գործիք։ Պարոն Սաքունցը շատ ճիշտ նշեց, որ իրենք չեն հասկանում, որ այս պատերազմում միայն աջակցում են այդ պատերազմը սկսած եւ իրականացնող կողմերին եւ ծառայություններ են մատուցում։ Այսօր Հանրապետություն կուսակցությունը այդ հիբրիդային պատերազմի թիվ 1 գործիքն է եւ քանի դեռ իրենք կմնան եւ կպահեն ատամներով այդ մի քանի աթոռը, որոնք իրենք ստացել են, իսկ իրենք շատ վաղուց այդ աթոռները չէին ստացել, որտեղ բոլոր ընտրություններում այնուամենայնիվ չեն իրենց այդ տոկոսը հավաքել եւ շեմը հաղթահարել, բացի ելք խմբակցությունից, որտեղ նույն Փաշինյանի հետ էին մասնակցում, այսինքն սա իրենց համար ես չեմ կարծում, որ պետականության եւ եվրոպական ապագայի պայքար է։ Սա շատ պրագմատիկ 2-3 աթոռի համար պայքար է, հարցեր լուծելու հնարավորություն ունենալու պայքար է, իշխանություններին մոտիկ գտնվելու եւ այդ կերակրամանից օգտվելու պայքար է եւ այն որևէ աղերս չունի ժողովրդավարության, պետականության եւ այլնի հետ։ Այսօր իրենք միայն աջակցում են, որպեսզի պետականությունը խարխլվի, հասարակության մեջ առաջանա անվստահություն իրավապահ համակարգի նկատմամբ եւ բռնության դեպքերը բազմապատկվեն։ Օր առաջ կոչ եմ անում, որպեսզի այնուամենայնիվ քաղաքական պատասխանատվության նույնպես ենթարկեն, չսպասենք, որ հրաժարական տա, ոչ, ինքը չպիտի հրաժարական տա, իրեն պետք է պաշտոնից ազատեն եւ դա պետք է օրինակ լինի մյուս բոլոր թաղապետերի համար, ում մտքի ծայրով կանցնի, որ իրանք կարող են բռնության միջոցով հարց լուծել։ Շնորհակալություն, եթե չկան դրացումներ։ Հիշեցնեմ, մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, երբ թաղապետարանը դառնում է մարտադաշտ, նոր-նորքի ծեծկրտուկն ու դրա հետևանքները թեմայով։ Մեր բանախոսներն էին Արթուր Սաքունցի, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի